Գյումրիում քաղաքապետի թեկնածուների դեմ կատարվող ռեպրեսիաներից, այսպես կոչված քննչական եւ ոստիկանական գործողություններից հետո որևէ մեկի մոտ դեռևս կարծիք եւ հույս կա, որ այս իշխանությունները հանգիստ ճանապարհով պետք է թողնեն եւ հեռանան։ Իհարկե ոչ։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Ալեքսանդր Մակասյանն եմ, ցանկանում եմ քննարկել ձեր հետ, թե ինչու եւ ինչպես իշխանությունը վերածվեց եւ անգամ ավելի վատ ձևերով վերածվեց այն երևույթների, որոնց դեմ նրանք պայքարում էին ընդդիմադիր եղած ժամանակ։ Ես համոզված եմ, նրանք ընդդիմադիր եղած ժամանակ նույնիսկ իրենց ամենավատ երազում չէին կարող տեսնել կամ պատկերացնել, որ իրենք կարող են այսպիսի իշխանություն դառնալ։ Ավաղ երևի քաղցր է իշխանության ուժը եւ աթոռը եւ մեր երկրի միակ ողբերգություններից մեկն էլ այն է, որ բոլոր իշխանությունները, ովքեր եկել են իշխանության, իմ համոզմամբ բոլորն էլ արդար մղումներով են եկել, նայեք նույն 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այո, նրանք իրոք մեծ ավանդ են ունեցել, բոլորը մեծ ավանդ են ունեցել պատերազմի հաղթանակի, պետության կայացման, բայց ավաղ երևի իշխանության համը ուժը շատ քաղցր է եւ այս մարդիկ Նիկոլ Փաշինյանն էլ ես ինքս 100 հազարավոր մեր քաղաքացիների նման այո փոփոխություն ցանկացել եմ եւ այո պաշտպանել եմ հեղափոխությունը ոչ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի անձով, այլ զուտ փոփոխություն տենչալով եւ փոփոխությունների ձգտելով, այսինքն Նիկոլ Փաշինյանի տեղը այդ պայն որներ, չգիտեմ, Արգամ Աբիսողոմյանը նույն ձևով էլ պաշտպանելու է Արգամ Աբիսողոմյանին։ Ուղղակի հարցը այն է, որ բոլորն էլ գալիս են իրոք լավ տրամադրվածությամբ, լավ մտքերով եւ ժամանակի ընթացքում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով տրվում են որոշակի խայծերի, տրվում են որոշակի մարդկային թուլությունների եւ այդ իշխանությունը նրանց համար դառնում է չգիտեմ ոնց բացատրեմ, բայց դառնում է երևի թմրանյութի նման մի բան, այսինքն առանց դրանց իրանց կյանքը չեն պատկերացնում այլևս եւ բոլորն էլ լճանում են, կարճած մնում են իրենց աթոռներից եւ ես որ այսպես շարունակվի երևի թե Նիկոլ Փաշինյանը ամենաերկար կառավարողն է ալնելու ցավոք սրտի, այո, եթե ընտրությունների միջոցով ոչինչ չփոխվեց, իսկ եթե այսպես Գյումրու մակարդակով են տեխնացուներին այսպես ռեպրեսիաների ենթարկվում, դուք պատկերացրեք հանրապետական ընտրություններին ինչ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ, դուք շանս ունեք, շանսը տրված է ձեզ, ձեր քվեով ճեղքելու, փոխելու իշխանությունը։ Չեմ կարծում, որ մեր երկրին եւս մեկ թավշյա հեղափոխություն պետք չի, դա ճակատագրական է լինելու, աստված ոչ անի այդ վիճակի հասնենք, բայց գտնում եմ, որ դեռ հույս կա, սիրելի հայրենակիցներ, կլինի տեղական, չգիտեմ, կլինի գյուղապետի, տիմ, գնացեք, մի ընտրեք, ձեր ձայնի դեմ ոչինչ չեն կարողանալու անեն, եթե դուք համատարած չընտրեք, ինչքան էլ ուզում ա ոստիկանություն մտցնեն, ոստիկաններ մտնի, ինչ անեն, ինչ փոխեն, չեն կարողանալու, դուք ձեր ձայնի տերն եք, ոչ մեկից մի վախեցեք, միշտ արդար ընտրություն արեք, հանրային հեռուստաընկերություն մի լսեք եւ ինձ թվում է ինչ-որ մի բան կկարողանանք փոխել։ Շնորհակալություն։